Ողջույն հարգելի գյումրեցիներ, մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրու ավագանու ընտրությունները, որի ընթացքում դուք կընտրեք Գյումրու քաղաքապետ։ Ես չեմ կարող անտարբեր մնալ այս ընտրությունների հանդեպ ոչ միայն այն պատճառով, որ սա կարևորագույն ընտրություններից մեկն է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում Հայաստանով, բայց որովհետև սա հնարավորություն է տալու ձեզ ունենալու արդյունավետ քաղաքապետ, լավ կառավարիչ, բայց նաև ի վերջո այն բանի համար, որ ես գյումրեցու զավակ եմ և գյումրեցու թոռ, և ուրախ կլինեմ, եթե Գյումրին սկսի լուծել իր խնդիրները լավ կառավարման ներքո։ Դուք գիտեք, որ Գյումրու ավագանու ընտրություններում մասնակցում է Եվրադաշինք կուսակցությունների միավորումը, ով առաջադրել է իր առաջին համարով, փաստացի նաև Գյումրու քաղաքապետի թեկնածու որպես Լևոն Բարսեղյանին, ով բազմամյա փորձ ունի, ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի և խնդիրներին փայլուն ծանոթ է, այլ նաև երկարամյա պայքարի փորձ ունի ընդդեմ ապօրինությունների, ընդդեմ տարբեր թալանչիների և լավ կառավարման և լավ Հայաստանի համար, և այդքանով էլ կարծում եմ վստահություն է ներշնչում բոլորիս և նաև կարծում եմ գյումրեցիների համար, որ կարող է լինել լավ կառավարիչ, այն ինչը ցավոք սրտի չստացվեց գործող իշխանությունների քաղաքացիական պայմանագրի մոտ, ով հաստատի վերջին տարիների կառավարիչը լինելով Գյումրիում, իշխող կուսակցություն լինելով, թեկուզ կոալիցիայի մաս կազմելով, բայց չի կատարել իր խոստումները։ Օրինակ, իրենք կոալիցիայով հնգամյա զարգացման պլան են մշակել, որը որ չեն իրականացրել ամբողջությամբ, ինչը որ խոստացել էին։ Մի քանի կետեր հիմա ես կառանձնացնեմ, իսկ դուք արդեն գնահատեք, թե արժի նորից վստահել կամ նորից փորձել նույն այն իշխանություններին, որոնք որ չեն արդարացրել այն վստահությունը և չեն կատարել իրենց խոստումները։ Օրինակ, չարչրկված արդեն որերորդ իշխանության կողմից խոստումներով այսպես կերակրվող խնդիրը շների հարցի լուծման, որը պետք է շնապաստարաններ կառուցել և վերջապես վերացնել թափառող շներին, որոնք որ վտանգ են ներկայացնում մարդկանց համար, հատկապես երեխաների և բազմաթիվ դեպքեր կան, որ ինչ վնասներ են տվել մարդկանց, Դա թվում է, թե մեծ բարդ խնդիր չէր, չէ, ընդամենը տարրական հոգատարություն պահանջող, ոչ շատ մեծ ինչ-որ ֆինանսներ պահանջող, բայց հենց այդ տարրական հոգատարության պակասը, կամ պրոֆեսիոնալիզմի պակասը, կամ սկզբունքայնության պակասը, այսինքն սեփական խոստումը կատարելու, բերել է նրան, որ իշխանությունները չեն կատարել դա։ Այսինքն այդ երեք դրվագով էլ սկզբունքների ժխտում սեփական, թե ոչ պրոֆեսիոնալիզմ, թե հոգատարության բացակայություն, երեքի դեպքում էլ արժի, որ այլևս գյումրեցիները չընտրեն այդ իշխանություններին և փոխեն նրանց։ Խոսքը միայն իդեպ այդ խնդրի մասին չի, սպորտի թանգարանի կառուցման խոստում կար, որը չի իրականացվել, տուրիզմի զարգացման նպատակով նաև հասարակական զուգարանների կառուցման խնդիր կար, որ էլի չի իրականացվել, որ էլի առանձնապես մի բարդ բան չէր։ Ճանապարհների հարցում, որը որ միայն կենտրոնական մասում է հիմնականում ասֆալտապատվել, իսկ Գյումրու թաղամասերը այդպես էլ մնացել են քանդուքարատ վիճակում։ Շուկայի կառուցման խոստումը, որի շնորհիվ պետք է վերացվեին այդ մայթերի վրայի առևտուրը, որը որ ինձ թվում է արդեն նոնսենս է, Գյումրիի համար։ Վերջապես տապալվել է Smart City-ի ներդրումային ծրագիրը, որը որ դեռ նախկին Բալասանյան դաշինքը կնքել էր ամերիկացի մի ներդրողի հետ, և որը ՔՊ-ն կարծես թե ամեն ինչ արեց, որպեսզի տապալվի ցավոք սրտի անհասկանալի պատճառներով ինձ համար, և մի շարք այլ խնդիրներ։ Եվ եթե չեն կարողացել իրականացնել իրենց խոստումները, բնական է, որ պետք է փոխեն իրենց քաղաքացիները և այլ իշխանությունների ընտրեն, և այդտեղ ոչ մի ողբերգություն չկա, հարգելի ՔՊ-ականներ, դա ժողովրդավարական նորմ է, իդեպ նաև Եվրադաշինքը լինելով ջատագով Հայաստանի եվրոպական ինտեգրման և Եվրամիության անդամ դառնալու, հետևողականորեն նաև այդ կարգի սկզբունքները պետք է արմատավորի Հայաստանում, համենայն դեպս իր ուժերի ներածին չափով, և դրանցից մեկն էլ իշխանությունների փոփոխելիությունն է, այն դեպքում, երբ որ իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները, պարտականությունները, չեն իրականացնում խոստումները, և այս պարագայում մենք խոսում ենք իհարկե խաղաղ, հանգիստ փոխանցման մասին, ամենայն հարգանքով բոլոր են դրական ռեֆորմների հանդեպ, որը որ համապետական մակարդակում արվել են, բայց նաև քննադատաբար մոտենալով շատ այն չարածների համար, որը որ ցավոք սրտի թերացել են անել իշխանությունները, և հատկապես խայտառակ կադրային քաղաքականության մասով, որը նաև արտացոլվում է տեղական ինքնակառավարման մարմիններում, բայց իհարկե
կարող ենք ասել, որ այսօր արդեն կա այլընտրանք իշխանություններին եւ անընդհատ վախեցնել մարդկանց, թե եթե մեզ չընտրեք նախկինները կգան իշխանության, նախկինների մասին ընդհանրապես չենք էլ ուզում խոսալ, որովհետեւ ես վստահ եմ, որ Գյումրին, որը միշտ է մերժել նախկին թալանչիներին, հիմա չգիտես ինչի նորից չի բերելու երբեք ընտրի ում դեմքով էլ այդ նախկինները ի հայտ չգան, հա, ինչ պրոքսի ուժեր, ինչ ուրեմն ում հետևում էլ թաքնված չլինեն։ Ես վստահ եմ, որ գյումրեցիները նախկիններին այլևս երբեք չեն ընտրելու։ Եվ այստեղ մնում է ուրեմն հարց. հիմա եթե գործող իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները, ուրեմն ինչ պետք է անել։ Ժողովրդավարությունը շատ պարզ լուծում է տալիս, ուրեմն պետք է փոխարինել այլ ուժերով, որոնք որ արատավորված չեն նախկինում իրականացված թալանով եւ վատ կառավարմամբ, բայց նաեւ ինչ որ պրոֆեսիոնալիզմ ունեն եւ ապացուցել են դա եւ փորձառություն ունեն, սկզբունքային են եւ դրա համար էլ ես այսօր կոչ եմ անելու ձեզ ընտրել Լևոն Բարսեղյանին, ով 6-րդ համարն է ցուցակում, եւ ես վստահ եմ, որ դրա շնորհիվ Գյումրին կզարգանա, կլուծվեն բազմաթիվ խնդիրներ, ճիշտ է, ոսկե սարեր նաեւ հնարավոր չէ խոստանալ եւ Եվրադաշինքը լավ է, որ բավականին այսպես զգուշավոր է շռայլ խոստումներ տալու հարցում, բայց Լևոն Բարսեղյանը այն մարդն է, որը որ եթե մի բան խոստանա, վստահ եմ իրեն տված ժամկետում կհասցնի դա իրականացնել։